Սիրելի հայրենագիտներ, մոտ երկու տարի առաջ 2024 թվականի հունվար 20-ին Արևմտյան Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամները քվեարկեցին և ընտրեցին զիս Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ։ Կուզեմ շնորհակալություն հայտնել վստահություն ցուցաբերելու համար։ Նաև կուզեմ շնորհակալություն հայտնել ամբողջ կառավարության, որուն հետ մեր շաբաթական հանդիպումները անխափան կերպով շարունակած ենք։ Կգնահատեմ խորհրդարանին և անոր նախագահին Տիկին Նելի Հարությունյանին, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ բարոն Արմենակ Աբրահամյանին կատարած աշխատանքը։ Այսօր ես հրաժարական կտամ այս պաշտոնեն ինձ մի անկախ պատճառներով, բայց իմ աշխատանքը և նվիրվածությունը կմնա անփոփոխ։ Վերջին երկու տարիներուն ընթացքին ես ապահովված եմ մեր պետության շարունակականությունը և անոր բոլոր միջազգայինորեն ճանաչված իրավունքները։ Արևմտյան Հայաստանի կողմի ստացված իրավական փաթեթը անհադեպ է պետություններու պատմության մեջ։ Այս ճանաչումը ձեռք բերված է Սևրի դաշնագիրի մասնակից պետություններու թորակությամբ, որ այսօր ուժի մեջ կմնա, ինչպես նաև նոյեմբերի 22-ի իրավարար վճիռը, որ կորոշի մեր պետության և Թուրքիայի միջև սահմանը, որ այսօր մենք կնշենք։ Վերջին երկու տարիներուն մենք մեծ և հրաշալի գործեր իրականացուցինք մեր ազգին համար։ Աշխարհին, հատկապես ՄԱԿ-ին, հիշեցուցած ենք մեր բնիկ ժողովուրդներու իրավունքներու մասին և բարձրացուցած ենք բոլոր բնիկ ժողովուրդներու, ներառյալ մեր սեփական ժողովրդին, հողատարածման հարցը։ Այս նպատակով Գերմանիայի և Ֆրանսիայի կրկնված են համապատասխան երկու դատական գործ։ Նախ Գերմանիայի մասնակցությունը ցեղասպանությունը հայերու հանդեպ և Ֆրանսիայի պատասխանատվությունը Գիլիգի մանդատի վերաբերյալ։ Սա երբեք չի եղած հայ ազգի պատմության մեջ։ Կան նաև գործընթացներ Եվրոպայի մարդու իրավունքներու դատարանին մեջ ի պաշտպանություն Արցախի բնակչության։ Կուզեմ հիշեցնել, որ Արևմտյան Հայաստանը այս հարցին մեջ ստացած է պաշտոնական մանդատ։ Արևմտյան Հայաստանը պայքարի մեջ է, որովհետև գիտենք, որ հանցագործ խումբեր դակավին կգործեն։ Մեր ազգի ոչնչացման ծրագիրը, որ սկսված է 1894 թվականին, կշարունակվի մեր ժողովրդի ցեղասպանությամբ և մեր տարածքներու մասնատումով, որուն վերջին գործողությունը Արցախն էր։ Այս բոլոր հարցերը կձգտին քանդելու մեր պետության և մեր գոյությունը քանդելու համար։ Ահա թե ինչու մեր ազգին ոչ կնեմ պայքարի և այդ պայքարին առաջին քայլը
Արևմտյան Հայաստանի Բեդրության ողքին կանգնելն է, դառնալով անոր քաղաքացիները եւ զորացնելով զայն։ Ողջունեմ այս սրախին մեջ բոլոր ներկաներուն, բոլոր անոնց, որոնք մեզ գհետևին, եւ վստահ եմ, որ մեր ազգը մեծ տիվով պիտի միանա մեզի։ Այս ազգը, որ գտնվի բռնակրված Արևմտյան Հայաստանի մեջ, գդարավի։ Մեր խողերու բռնակրվան բաշճարով ճշման ծարսապները։ Դիմադրության պայքարը կշարունակվի։ Արևմտյան Հայաստանի ռոշակակիրներուն բարդականությունն է ներգալալ հատկապես երկու համաշխարհային պատերազմներու հիշադակի արարողություններու, ուր Արևմտյան Հայաստանի զավակները ինքան բադվո դաշտին մեջ։ Պայքարը գվերապերի նաև Արևմտյան Հայաստանն աքսորված բնիկ հայերուն վերադարձի իրավունքին, ինչպես նաև Արցախի բնիկ բնակչության վերադարձի իրավունքին, հարցը, ուր Արևմտյան Հայաստանը գրքին առաջնային դիրքերուն մեջն է։ Մենք խնդրած ենք գոյություն ունենալ մեր հողին վրա, մեր ամենատանկարժեք գենետիկական աղբյուրը, այն հողը, որ մեզ վերդած է, որ մեզ դարձուցած է այնպես, ինչպես որ կանք։ Տասնամյակներ շարունակ հայ ազգի պատմության մեջ շարունակ կատարված են գերձարարություններ հանցագործ հմպավորումներու կողմէ, ազգին բադատրելով մեր տարածքներու բաժանումը ու մասնատումը եւ ի վերջո դանելով դեպի ամբողջական ցեղասպանություն։ Մեր տարածքներու մասնատման հարցին մեջ մենք կհաստատենք, որ Արցախը, Նախիջևանը եւ այլ տարածքներ բռնակրված հայկական հողեր են, ինչպես Արևմտյան Հայաստանը։ Մասիսիլերը մեր խորհրդանիշն է, մեր ինքնությունն է, ինչպես ֆուժիլերը Ճապոնիային համար։ Բաժանումի հարցին մեջ հայ ազգը մեկ է եւ Արևմտյան Հայաստանի մեր 10 միլիոնեն ավելի հայրենակիցներ նույնքան հայ են, որքան Արևելյան Հայաստանի մեջ ապրող 2 միլիոն։ Անոնք նալ կումբունին նույն դողմեն Մասիսի հովիդին ստորոդը ապրող բնիկ ժողովուրդն են։ Վերջապես, ցեղասպանությունը բնորոշ է նախորդ երկու գետերուն, որովհետև բաժանված եւ իր հողեն զրկված ազգը, որ սահմանապակված է Երևանի իշխանություններու վերահսկողության տակ գտնվող փոքրիկ մասով, չի կրնար գոյատևել։ Այս փոքրիկ մասը, որով այ ազգը պետք է բավարարվի, իբր թե մինչդեռ մեր հողերուն մեծ մասը տալանված է անօրինական կերպով, յուրացված եւ ուր մեր ազգի մեծ մասը գդարավի բռնակրվող բռնապետության տակ։ Ինչու է այս ցանկությունը օդարելու մեզ, մեր հողը եւ մեր բնակչության մեծ մասը։ Ինչու է ցանկությունը մեզ տարածելու մեր մասիսլերեն։ Ընդհակառակը ազգին անհրաժեշտ են իր լիճերը, անդարները, լեռները եւ բնության ամբողջ հարստությունը, ինչպես եղած է ժամանակներու սկիզբեն ի վեր։
Ասկին անհրաժեշտ են իլներները մաքուր ու պայծառ ջուրերը, որոնք պետք է մեծ զարգին վարդավարի օրերուն, եւ ոչ թե նվաստացուցիչ սևով հրանոթի բայթումով հրաբարագին մեջ ծրվին։ Ջուրը ունի հիշողություն եւ զայն անբարգեշտ երբով շպրտելը ու վատնելը մերայլ ապակայի նշան է։ Մենք մեր ներներն ենք գրե բանաստեղծը։ Մասիսը գհսկե մեր ասկը եւ անոր ռությունը այլ պիտի շարունակվի հավիտյա։ Ժամանակն է լսելու այն բազմական ճշմարտությունը, որ կգազմի մեր հավաքային հիմքը։ Հայ ազգի համար միակ պետությունը, որ միջազգային ճանաչում ստացած է եւ ունի պաշտոնական սահման, Արևմտյան Հայաստանի Հանրապետությունն է։ Մնացյալ բոլոր խոսակցությունները լեգիտիմություն չունին, որովհետև զուրկ են իրավական հիմքեն։ Մեր ազգի համար հաղահությունը անկարելի է, եթե չկարողվի Սևրի պայմանագիրը եւ անոր հետ կապված Ուիլսոնի իրավարար վճիռը։ Վերականգնված խաղաղության մասին մնացյալ բոլոր հայտարարությունները բազմապես բադրանք են եւ մեզ անպատասխանատվություն։ Հայերու ցեղասպանության հատուցումը կկրկնեմ գիրականցվի մեր միջազգային ճանաչում ստացած իրավունքներուն կիրառմամբ։ Մարդու արժեքը իր արժանապատվությունը, այսինքն ինքնորոշման իր կարողությունին մեջ է, ասած է փիլիսոփա Հեգելը։ Եվ ես ալգավելցնեմ, թե մարդու արժանապատվությունը նաև անոր կարողությունն է դիմադրելու եւ չընտարվելու անբարգեշտ զուհաճանքի դադարքին, որ միլիոնավոր դրամներով վարձատրվի մեր ազգը իր իրական շահերեն ոյրացնելու նպատակով։ Սա է մեր պայքարի իմաստը, մեր ընդհանուր ուխտը։ Թող հայրենիքի եւ ազգի սերը առաջնորդի մեր պայքարը։ Գեցե ազատ, ինքնիշխան եւ անկախ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն։